կտամ, իդեպ ժամանակին պարոն Գեղամ Մանուկյանը ինձ ասում էր, եթե ես ինչ անես, անունս կփոխեմ, համաձայն եք, եթե ցույց եմ տալիս ձեր անունը կփոխեք։ Ցույց կտամ, հենց հիմա ձեզ ուղարկում եմ, պարոն Մանուկյանին լինքը կուղարկեմ, ձեզ ցույց կտամ։ Հարություն Հարությունյան, արգելի գործընկերներ, հենց հիմա ես Տիկին Վարդանի համարը չունեմ, բայց ուղարկում եմ Գեղամ Մանուկյանի համարը ունեմ։ Իրան ինքը ցույց կտա։ Եվ կսպասեմ ձեր ներողությանը, Տիկին Վարդանյան։ Պարոն Հարությունյան, համեցեք։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջույն սիրելի հայ ժողովուրդ։ Նախ ուզում եմ գնահատել Տիկին Ջուլհակյանի ուղիղ պատասխանն իմ հարցին, հետադարձության վերաբերյալ, ինձ համար արդեն իսկ ամբողջությամբ պարզ դարձավ, թե ինչ մոտեցմամբ է առաջնորդվել այդ հանձնաժողովը Տիկին Ջուլհակյանի նախագահությամբ բազմաթիվ օրենքներ ընդունելիս։ Այդ թվում, ինչպես հասկացա երեկ, Տիկին Ջուլհակյանը հանդիսացել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի համահեղինակ։ Սիրելի հայ ժողովուրդ, ես հստակ ուզում եմ արձանագրել, որ ես եւ մեր խմբակցությունը ունենք չափազանց դրական վերաբերմունք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գաղափարին։ Դա քաղաքակիրթ շատ երկրներում ընդունված մոդել է, նա ներմուծվել է նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ։ Այստեղ խոսքը վերաբերում է, թե ինչ մեխանիզմներով է անհրաժեշտ հետ բերել պետությունից թալանածը։ Այո, պետությունից թալանելն աններելի է։ Պետությունից թալանված յուրաքանչյուր կոպեկ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այս գաղափարի կրողն ենք եւ մեր մասով եւս պետք է նպաստենք դրա իրագործմանը, բայց դա չի կարող իրականացվել քաղաքական ճանապարհով։ Դրա իրականացման միակ տարբերակը պետք է եւ կարող է լինել իրավական ճանապարհը, որը օրենքում բազմաթիվ քննադատությունների տեղիք է տալիս։ Տիկին Ջուլհակյան, ամբողջությամբ կիսում եմ ձեր այն միտքը, ձեր այն գաղափարը, որ Հայաստանին անհրաժեշտ է իրապես անկախ դատական համակարգ։ Այո, բայց եկեք հասկանանք, թե ինչ է առ այս պահը իրականացրել ձեր հանձնաժողովը եւ առհասարակ իշխող քաղաքական ուժը, որպեսզի մենք ունենանք անկախ դատական համակարգ։ Քաղաքական գրող դատարանների վրա դռներ փակելու մասով, յուրային ոչ յուրային դատավորների բաժանում, կարգապահական վարույթներ, կարգապահական մեխանիզմներ բերելու մեծ փորձ, մեծ գործիքակազմ, ցանկացած դեպքում դատավորն իրեն զգում է անպաշտպան։ Ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի ցանկացած դեպքում ոչ յուրային, ոչ ցանկալի դատավորի նկատմամբ առնվազն կարգապահական մեխանիզմներ կիրառելով հասնեն պաշտոնից զրկման, պաշտոնի դադարեցման։ Մենք պետք է կարողանանք սահմանել անկախ դատական համակարգի համար շատ բարձր նշաձող։ Եվ առաջի հերթին, քանի որ դուք եք 2018 թվականին ինքներդ նաև մեզ համոզել, որ այո, ժողովրդավարական երկրում իշխանությունը կարող է փոխվել եւ բոլորը պետք է պատասխան տան օրենքի եւ դատարանի առջեւ հավասարության սկզբունքով, առնվազն ձեր շահերից է բխում, որպեսզի ամեն ձևով, ամեն գնով նպաստեք անկախ դատական համակարգի կերտմանը եւ կայացմանը։ Օրվա իշխանությունները պետք է ընկալեն ի վերջո, որ դատական իշխանությունը դա ինքնուրույն իշխանության ճյուղ է, ինչպես որ օրենսդիր իշխանությունը, ինչպես որ գործադիր իշխանությունը, այլ ոչ թե դատական իշխանությունը հանդիսանում է գործադիր իշխանության մի մաս, բայց ամեն դեպքում երկրի բարձրագույն ղեկավարության ընկալումն այն է, որ դատական իշխանությունը պետք է միշտ կախյալ վիճակում լինի գործադիր իշխանությունից առնվազն, եւ դրան Տիկին Ջուլհակյան նպաստում է շատ հաճախ բարձրագույն դատական խորհրդի կազմավորման եւ վճռաբեկ դատանի դատավորների նշանակման հարցում, այդ թվում նաեւ օրենսդիր իշխանության մեծ ազդեցությունը։ Նման իրավիճակում ուղղակի անհնար է հասնել անկախ դատական համակարգի։ Լինելով շուրջ 15-18 տարի գրեթե իրավապաշտպան գործունեության մեջ, հստակ կարող եմ մեկ բան արձանագրել, որ երբեք քաղաքական բանտարկյալների նման թիվ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, ու քաղաքական բանտարկյալների որակումը ոչ թե
տալիս եք դուք կամ մենք որպես խմբակցություն, այլ այդ հարցը պետք է ուղղվել առաջնահերթ այն անձանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով առնչվում են ապօրինի քրեական մեղադրանքներին, ընթացիկ դատավարական պրոցեսներին, նախաքննական մարմնին, այլ կերպ ասած այդ հարցի պատասխանը լավագույնս կարող են տալ փաստաբանները։ Եկեք մոնիթորինգ անենք սոցիալական կայքերում եւ հասկանանք, թե արդյոք քաղաքական բանտարկյալներ կան թե ոչ, եւ երկրորդ կարևոր հարցը, երբևէ Հայաստանի Հանրապետությունում եղել է այսքան քաղաքական բանտարկյալներ, որքան այսօր կան ձեր իշխանության օրոք։ Ինչ։ Պարոն Հակոբյան, առիթ կլինի ձեր հարցին այլ ձևաչափով կանդրադառնամ։ Հարգելի գործընկերներ, հաջորդ կարևոր շեշտադրումը, որը կախյալ իրավիճակ է առաջացնում դատական համակարգի մոտ, որին ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, Տիկին Ջուլակյան, վերջերս ձեր հանձնաժողովով դրական եզրակացությամբ օրենք դարձած, օրենսդրության մեջ փոփոխության մասին է խոսքը, վերաբերում է վարչական գործերով գործերի քննության տևողությանը։ Եթե ամենամինիմալ նվազագույն մոնիթորինգը անեք եւ դատական դեպարտամենտից պահանջեք տվյալներ, կհամոզվեք, որ վարչական դատարանը այսօր ամենաթերևս ծանրաբեռնված դատարանն է եւ դատավորների վարույթում եղած գործերի քանակով եւ ամեն օրվա մակագրվող նոր հայցերի քանակով։ Ընդ որում հատուկ ուզում եմ շեշտել, որ այդ հայցերի ավելացման մեջ կրկին ձեր վարած իրավական սխալ քաղաքականությունն է, երբ խոսքը վերաբերում է անհիմն մեծ քանակով հայցեր դատարան մուտքագրելուն եւ այդ ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը գործող դատավորների վրա ուղղելուն։ Եվ այս պայմաններում ուղղակի օբյեկտիվորեն, եթե վարչական դատարանի դատավորները 24 ժամ ռեժիմով աշխատեն, միևնույնն է չեն հասցնելու այդ ժամկետները պահպանել։ Այս պայմաններում ինչու է այս փոփոխությունը արվում։ Ինձ համար շատ պարզ պատճառով, որպեսզի ստեղծվի հիմքեր կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով ոչ ցանկալի դատավորներից ազատվելու։ Հարգելի թեկնածու, օրինակ կարող եք հիշեցնել մեկ դեպք, երբ դատական իշխանության դեմ քաղաքական իշխանության ուղղված գրոհի, երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով կատարված դատական համակարգը հեղինակազրկող արտահայտությունների մասով ձեր հանձնաժողովը հանդես եկած լինի որևէ դատապարտական խոսքով, որևէ հայտարարությամբ, չգիտեմ, որևէ բան ես որքան մանեմեկել չեմ գտել, բնականաբար չի էլ կարող լինել, որտեղ դուք կիսում եք այն քաղաքական կուրսը, որը երկրի բարձրագույն ղեկավարությունը ունի դատական համակարգի նկատմամբ։ Այ ես նաև ուզում եմ մի հատ առաջարկ անել ձեզ, եթե ձեր նպատակներն ու ցանկություններն իրոք անկեղծ ու մաքուր են, եկեք դատական իշխանության բյուջեի մասով ցուցաբերեք այն մոտեցումը, որը բազմաթիվ երկրներում կա։ Դատական բյուջեն ոչ թե ամեն տարի հաստատվի կառավարության կողմից, այլ դատական բյուջեն օրենքի իմաստով որոշակի տոկոս լինի պետական բյուջեի մեջ։ Այսինքն չունենանք այն կանոնը, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Ունենանք հստակ կարգավորում, որ պետական բյուջեի աճին զուգահեռ միշտ աճում է դատարանների բյուջեն։ Այդ իրավիճակում միայն կարող ենք մոտենալ մեր ու երևի թե ձեր պատկերացրած անկախ դատական համակարգ ունենալու գաղափարին, միաժամանակ այս ամբիոնից ուզում եմ ողջունել բոլոր քաղաքական բանտարկյալներին, ովքեր իրենց քաղաքական խոսքի, մտքի, դավանանքի, իշխանությանը ոչ հաճող գործողությունների արդյունքում ենթարկվում են քրեական հետապնդման եւ տարատեսակ ճնշումների։ Ողջույններս բոլորին։ Շնորհակալություն։ Թաքուի Ղազարյան, նախապատրաստվի Արփինե Դավոյանը։ Որից հետո նախապատրաստվի Լևոն Քոչարյանը,